Ողջույն բոլորին, երթևեկում եմ արդեն սովորական դարձած երևանյան խցանումների մեջ ու քանի խցանումը մի հատ թեմայի շուրջ զրուցենք իրար հետ։ Ինչ եք մտածում, ժողովուրդ ջան, արդարացված է արդյոք գները Երևանում, Հայաստանում առհասարակ ու մանավանդ Երևանում։ Սկսած սննդամթերքի գներից, միրգ, բանջարեղեն, հացաբուլկեղեն, կաթնամթերք, վերջացրած ռեստորաններում գներից և իհարկե հյուրանոցներում գներից։ Հյուրանոցները երբեմն այնպես է ստացվում, որ աշխարհի տուրիստական կենտրոններ համարվող երկրներից և քաղաքներից շատ ավելի թանկ են Երևանի, Դիլիջանի, Ծաղկաձորի և այլ մարզերի հայաստանյան հյուրանոցները ավելի թանկ են, քան այդ իմ ասած աշխարհի տուրիստական կենտրոն համարվող քաղաքներ, օրինակ Փարիզը կամ երկիր, այս դեպքում արդեն Արաբական Միացյալ Էմիրությունները։ Այո, շատ հաճախ կարելի է հյուրանոց գտնել ու համարյա նույն մակարդակի հյուրանոցների մասին է խոսքը։ Էժան ցածր մակարդակի հյուրանոցի մասին չեմ խոսում։ Նույն մակարդակի հյուրանոց կարելի է ավելի էժան գտնել օրինակ Փարիզում, քան Դիլիջանում։ Նույն մակարդակի հյուրանոց կարելի է ավելի էժան գտնել Արաբական Միացյալ Էմիրություններում, քան Երևանում, Սևանում կամ Դիլիջանում էլի։ Ինչ եք մտածում այս գների մասին։ Արդյոք արդարացված է խանութներում այդ սննդամթերքի ու առհասարակ առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Իրոք այդպես պետք է լինի, նորմալ շահույթ են ստանում տեղական արտադրողները, խոսքը չի գնում դրսից ներմուծած ինչ-որ, չգիտեմ, թանկ ապրանքների մասին, որոնք այդ ներմուծման գումարը եւ այլն ամեն ինչ գումարվում է ու դառնում է ձևավորվում է այդ գինը, հա, օրինակ եմ։ Խոսքս գնում է տեղական ավելի շատ արտադրանքի մասին, մեր կաթնամթերքի, մեր հացաբուլկեղենի, միրգ, բանջարեղենի եւ այլն նման բաների մասին։ Արդյոք արդարացված է այդ գները ինչ որ կա, թե մեր հաշվին գեր շահույթ են ստանում։ Իրոք ինձ այդ հարցը շատ հետաքրքրում է։ Այն որ գյուղացուն իմ լսածով, իմ իմացածով կոպեկներ են վճարում վերավաճառողները եւ շատ ավելի թանկ վաճառում են մեր վրա այդ միրգ բանջարեղենը, դրա մասին շատ եմ լսել։ Այնինչ շատ կուզենայի, որ ճիշտ հակառակը լիներ, այդ գյուղացին ով չարչարվում է ամբողջ տարի այդ բերքի վրա, գոնե ինքը այդտեղից նորմալ գումար աշխատեր, այլ ոչ թե, չգիտեմ, 200-300 դրամով ինչ-որ մի բան իրանից առնեին ու մեր վրա վաճառեին 1000-1300 դրամով։